Ալավերդու երկրորդ համարի փորձնական երթուղին այսօր առավոտյան տեղափոխեց առաջին ուղևորներին։ Առավոտյան 8:30-ին, այնուհետև ժամը 14:30-ին եւ 16:30-ին փորձնական երթուղով ուղևորափոխադրումներ կիրականացվեն դեպի Թաղամասից Սանահին կայարան եւ հակառակ ուղղությամբ։ Երթուղին անցնում է Ալավերդու քաղաքապետարանին եւ բժշկական կենտրոնին հարակից ճանապարհով, Զորավարանդրանիկ եւ երիտասարդական փողոցներով։ Ժողովրդի պահանջը միշտ էլ եղել է, բայց ամենայն դեպս մենք տնտեսվարող սուբյեկտ ենք եւ ունենք նաեւ չեմ թաքցնում ինչպես բոլորը մենք էլ մեր շահերը։ Քանի որ համարյա թե նույն երթուղով աշխատելու է նաեւ թիվ 5 երթուղին, կայացվի համապատասխան որոշում։ Երթուղու շահագործումից առաջ Քարապետրյան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից մոնիթորինգ է իրականացվել պարզելու համար երթուղու շահագործման նպատակահարմար լինելը։ Ընկերության տնօրեն Կամո Բաբայանը նշում է, որ այս երթուղով ուղևորափոխադրում իրականացնելուց առաջ հաշվի են առել մի շարք ռիսկային գործոններ։ Ռիսկային գործոնները իհարկե մեզ համար առաջնահերթը դա անվտանգությունն է։ Անվտանգություն, որովհետև վերևի հատվածի կոմերցիոն փողոցը շատ նեղ է հանրային տրանսպորտի երթևեկության համար եւ եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներում Ալավերդի քաղաքում բավականին աճել է մասնավոր տրանսպորտի քանակը, մենք հաշվի ենք առնում նաեւ երթևեկության ինտենսիվությունը, որը խոչընդոտ կհանդիսանա անպայմանորեն, մենք հաշվի ենք առնում նաեւ դեպի Բաղրամյան ճանապարհի միացում այդ Խաչմերուկը ժողովրդի բերանով ասած շեկ կռուգը, որը շատ վտանգավոր հատված է եւ համարյա ամեն օր կամ շատ հաճախակի լինում են վթարներ, այնպես որ անվտանգությունը առաջնահերթ է, որ մենք պետք է լուրջ ուշադրություն դարձնենք։ Մնացածը դրանից հետո։ Դա փորձարարական երթուղին է, երկրորդ համար, եթե հարմարած ես Վերի կոմերցիոն փողոցով խնդրեմ նստել։ Ինչի՞ չէ։ Երկրորդ համարի առաջին ուղևորների թվում Մարինե Դավիթավյանն է։ Ասում է, նոր երթուղու բացվելն իր համար հաճելի անակնկալ էր։ Մարինե Դավիթավյանը մինչև հիմա աշխատավայր հասնելու համար քաղաքային տրանսպորտից չի օգտվել, քանի որ համար 3 եւ 5 երթուղիներն իրեն հարմար չեն։ Հանրային տրանսպորտ եղել է միշտ, բայց սա մեզ համար շատ անակնկալ էր։ Իհարկե հարմար է եւ հաճելի, որ գնում ենք հիվանդանոցի մոտ իջնում։ Արդեն ուշ ենք դուրս գալի ու ժամանակին հասնում ենք։ Չենք ուշանում աշխատանքից։ Ես աշխատում եմ պոլիկլինիկայում, ինձ պետք է որ ամեն անգամ 8:15-ին կարողանանք մենք վերադառնանք մեր աշխատանքին։ Դեպետ Թաղամասի բնակիչները նշում են, որ նոր երթուղին առավել հարմար է դպրոցահասակ եւ մանկապարտեզ հաճախող երեխաների համար։ Առաջներում կար ու վաղուց պետք է առներ։ Երևի թե ամեն օր իմ թորնիկս երաշտական է գնում, ես միշտ ուժել եմ դրանց։ Մեկը դպրոց, մեկը երաշտական, ասենք մեկը նկարչական, ամեն օր երեխեք են գնում գալիս են, որ իրանց հարմար է այս տրանսպորտը։ Ավտոմեքենա է գնում, հիմա հոյի հետ եմ գնում, բայց որ ստեղ չի գնում, մարշրուտնով գնացի էլի։ Սանահին կայարան Թաղամասում նույնպես ոգևորված են նոր երթուղու գործարկման փաստից։ Զորավարանդրանիկ փողոցի հարակից տարածքներում գտնվող հիմնարկ ձեռնարկությունների աշխատակիցները մեծ ուրախությամբ նստեցին երկրորդ համարի երթուղայինը։ Շատ ուրախ կլեմ, շատ գոհ կլեմ, ապրեք ջահել երիտասարդնոց այդ օրենքից։ Հաճելի է, որ վերևով են գնալու։ Այնց համար ավելի հեշտ է միանգամից գնանք վերևով։ Քարապետրյան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Կամո Բաբայանը նշում է, որ երկրորդ համարի երթուղու սպասարկման համար մրցույթ դեռևս հայտարարված չէ։ Երթուղին փորձնական կշահագործվի 10 օր, ապա քաղաքապետարանի կողմից շահագործման որոշման դեպքում մրցույթի կարգով կորոշեն, թե ինչ ընկերություն է այն սպասարկելու։ Մանեխ Լոպուզյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։